դեռահասը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում իր մարմնում, եւ մարմնային զգացումները կարծես շատ օտար եւ անծանոթ են դառնում իր համար եւ թվում է, թե երբեմն դա շատ վատ մի բան է կամ վախեցնող մի բան է։ Եվ սա դառնում է կպչունություն, նույնիսկ հանգեցնում է նևրոտիզացիայի, որովհետև վախենում են կիսվել, վախենում են խոսել, չգիտեն ինչ է տեղի ունեցել, իրենց թվում է, թե դա կործանարար մի զգացում է, բայց երբ որ այո ծնող դեռահաս փոխհարաբերությունները դրական առումով պահպանված են կամ հաստատված են, առողջ են եւ այո ինչու ոչ հայր ծնողը կամ մայր ծնողը կարողանում է անկեղծորեն խոսել, որ դա նորմալ է, թե դա ինչ է եւ ինչ է իրենից ներկայացնում, դեռահասը ծանոթ է լինում եւ կարծես այդ առաջին զգացումը իր համար այդքան վտանգավոր եւ վախեցնող չի լինում, հասկանում է, որ դա նորմալ է եւ ընդունում է ամենակարևորը։